Նայեք, դուք վերածում եք ցինիզմի, ես հաղորդումը կթողեմ դուրս կգամ։ Բախտավոր, յանում շատ գոհ եմ խցիկներին փող եմ տալի, մատը արտոնատ։ Տարիներ առաջ մի տեսանյութ տարածվեց համացանցում պետավտոտեսուչների մասնակցությամբ, երբ ձեզ կանգնեցնում են։ Խնդրեմ, ասմունքով Լիանա Զուրաբյան, հասկացա՞ք։ Ես այդ օրերին լացում էի, ճիշտ է, շատ էի նեղվել։ Ժողովուրդը քննարկում է, առ այսօր իրանք քննարկում են այդ թեման։ Ինձ մոտ միշտ գալիս է սև PR, ինչի համար է սենց։ Դուք այդպես տիպել եք ինձ ընկալել ձեր կերպարը։ Ես պոեզիա չեմ սիրում, Պոեզիան շնորհն է։ Այո, եւ միաժամանակ պոեզիան շնորհն է։ Տիկին։ Առաքելությունն եմ ծառայելու եւ որոնց ծառայում եմ հերթով եւ ոչ մի աշխատանքից չեմ ամանչում։ Ամոթը ֆինանս ցանկանալն է, ամոթը բիձա հարուստ սիրած ունենալն է։ Հստակ պրովոկացիա է անցալվում, երբ հուղարկավորությունից, տխուր առիթից համացանցային հրապարակումներ են հայտնվում։ Դա վայրի է նայվում այդ պահին։ Դա անհասկանալի է անցալվում։ Քիչ հետո այսպես խնկարկումով խոսքով կազդարարենք այսօրվա հոգեհացի արարողությունը։ Տավազ բայացան գալի ասում էր վերջը քեզի գաղութ հարս են տանելու, ասում ինչի, ասում էր որովհետև կոշի գաղութը լրիվ քեզ է լսում, ու նամակներ էր գալի, որ հացից սարքած դաշնամուրներ, թզբեղներ։ Բանտային արվեստ։ Ապրեք դուք, էլի դուք լավն եք մարդիկ, բայց էլի դուք լավն եք մարդիկ։ Ասում եմ որորդ անգամ, առանց ձեզ ոչ միայն ապրել, ես մեռնել չեմ կարող անգամ։ Բախտավոր, հաջողություն։ Հաղորդման հովանավորներ Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gift խանութսրահ, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, Implantum USA Dental Group Dr. Սարգիս Փափազյան, Արգինե Դավթյան Aesthetic բժշկական կենտրոն, Star Life Group, Aroma International Marketplace, Omorphia Beauty Salon and Spa, Ավակյան Law Group իրավաբան Թեյմինա Ավակյան, Gravel ծաղկի սրահ, Ari Depot Jewelry, Տուն Լահմաջո ռեստորան, MS Travel ճամփորդական գրասենյակ, MX Motor Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. The story you are about to hear is true. Ողջույն, մենք կրկին Երևանում ենք եւ շարունակում ենք նկարահանումները տետատետի։ Ես ուրախ եմ, որ դուք շարունակում եք հետևել մեր թողարկումներին եւ այսօրվա մեր հյուրը հայկական համացանցի ամենակննարկվող եւ միևնույն ժամանակ նաեւ ամենապոետիկ կերպարներից մեկն է, ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանը։ Ողջույն Լիանա։ Ողջույն Մահեր։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք զրույցի մեր առաջարկը, թեև այդ բանակցման փուլում մի փոքր լարված էիք, մտավախություններ ունեիք։ Եկա մտածեցի միջև եկա, հա։ Այո, եւ ունեիք նաեւ մտավախություններ, որ գուցե ձեզ կանչում ենք այլ նպատակով նկատի ունեմ եթերում ծուղակ գցելու, կարող եք հանգիստ լինել, որքան էլ որ ձեր դեմ հիմա որոշակի ալիք է բարձրացել ամենատարբեր քննարկումներով, մեր նպատակը միանգամայն հակառակն է։ Մենք նման իրավիճակներում սիրում ենք հակառակը, լսել մարդուն, ով դարձել է թիրախ եւ նաեւ ողջել թե ինչպիսին է նա, ինչպիսին է նրա հոգեվիճակը, անցած ճանապարհը, ուղին եւ այլն։ Այն որ ձեր հանրային կերպարը ոչ միանշանակ է ընկալվում, շատերը շատ սիրում են, շատերը հակառակը դրա մեջ պաթետիզմ են տեսնում եւ այլն, միևնույն է ձեզ դարձնում է շատ վառ եւ գունեղ կերպար, ով հակասական է եւ հետաքրքիր ըստ այդմ։ Գոնե մեզ մեր խմբագրակազմին։ Եկեք սկսենք մանկությունից։ Ինչպիսի ընտանիքում է ծնվել Լիանան։ Ես ծնվել եմ ընտանիքում, որտեղ կար սեր, հարգանք միմյանց հանդեպ։ Մայրս ուսուցչուհի է եղել,
մանկագիր, ավաղ հիմա ծնողներս չկան։ Հայրս եղել է շատ աշխատող, ստեղծող, գենետիկորեն երկուսին էլ ես ժառանգել եմ։ Տաղանդը իմ եւ արվեստը մորս կողմն է, իմ մորքերին եղել է Մադատ Պետրոսյանը, Թիֆլիսում նա եղել է գրողների միության նախագահը։ Մայրս էլ վերջերս արդեն գրում էր, մանկագիր էր, շատ ցավոտ եմ խոսում, իրանք միշտ ինձ հետ են։ Այդպես։ Ես երրորդ երեխան եմ, ավագ եղբայրս է, քույրս, հետո ես։ Ինչպիսին էր ձեր ընտանիքում մթնոլորտը։ Ասացիք մայրը մանկավարժ էր, հայրը նաև փաստորեն ստեղծող մարդ։ Այն ժամանակ քիչ էր, չէ՞, հավանաբար ուղիղ խոսքը էմոցիայի տեսանկյունից, բայց օդում կար հարգանք, ջերմություն, որը երևի թե ողջ կյանքի ընթացքում հիշողությունների տեսքով ուղեկցում։ Այո, ես սիրով եմ հիշում իմ մանկությունը, թեպետ ինչպես ամեն ընտանիքում եղել է նաև դժվարություններ մեր ընտանիքում, գործի բերումով, նաև բնավորությունների անհամատեղելիությամբ, թեպետ իրար սիրել են, մայրս հայրս հետո վերջում արդեն իրանք հետ չէին, բայց ոչ մեկն է երկրորդ ամուսնությունը չգնաց։ Այդ սերը ամեն դեպքում իրանց ներսում կար։ Դե իմ մանկությունը եղել է, արդեն հասկացաք նաև ծնողների բնավորությունների անհամատեղելիության մեջ եւ բայց սերը կար ամեն դեպքում, հա։ Այդ անհամատեղելիությունը կարող է ամենատարբեր դրսևորումներն առաջացնել երեխային։ Բայց ես սիրով եմ հիշում, շատ սիրով իմ մանկությունը, շատ կռվարար եմ եղել փոքրուց, տղաներին էի շատ ծեծում, հիշում եմ։ Դպրոցում շատ երեսառած էի, սովորում էի այն, ինչ որ ցանկանում էի, չէի սովորում, շատ վատ էի սովորում։ Այո, զարմացած նայում եք, իմ գրականությունն էր 5 փայլում էր, այնքան sense իմ ուսուցչուհին Մխիթարյան Աստղիկ, մինչև մենք իրար հետ կապի մեջ ենք։ Այնքան ասմունքին փայլում էր, հենց դպրոց հասակից 5-րդ դասարան ես աչքի ընկա Մոր Ձեռքերը Սևակյան եւ օլիմպիադայում էլ դա ասմունքեցի, դպրոցում միշտ առաջի տեղ էր գրավում, երբ որ ես գնում էի օլիմպիադաների մրցույթների եւ մյուս առարկաների ուսուցիչները բարկանում են, բախի չես մերը սովորում, ասում եմ չեմ սիրում, չեմ սովորում, ինձ ոչ մեկ չի կարողացել ստիպել, պարտադրել, ես միշտ արել եմ այն, ինչ որ ցանկացել եմ եւ շնորհակալ եմ Աստծուն իմ այդ բնավորության համար, որովհետեւ այսօր ես հասել եմ այսօր այստեղ հենց իմ այդ բնավորության գծերով, բայց փառք Տիրոջը, որ միշտ ստեղծել եմ, արարել եմ, լավն եմ արել, բարին եմ արել, դա իրոք կեսակենտրոնություն չի եւ այսօր ես լավ եմ զգում ինձ, որ իմ բնավորությունը շնորհակալ եմ էլի Տիրոջը, որ ունեմ այդ հատկությունը։ Ճիշտ է, ունեմ չլսել, չենթարկվել, բայց անել այն, ինչ որ իմ միտքը, իսկ իմ միտքը միշտ ուղղորդում է դեպի լավը, դեպի բարին, դեպի գեղեցիկը։ Այսինքն ես սիրում էի գրականությունը, ես անգիրս անում եմ, դեմ դուրս խաղում էի, սիրում էի խաղերը, դեն ժամանակ հեռախոսներ չկար եւ այլն։ Հետո ստեղծագործում էի, գրում էի, ինչ որ սիրում էի դա էի անում։ Իսկ ինչն էր ձեզ ստիպում ստեղծագործել։ Գուցե եթե ընտանիքում կային որոշակի անհամաձայնություններ, վեճեր եւ այլն, դա ձեր համար պատասպարվելու եւ ինքը ձեր հետ մնալու Չէ, այդ առիթով չէ, այդքան ստեղծագործում էի Մի անգամ հիշում եմ քույրիկիս համար է ստեղծագործել, ինքը այն ժամանակ սիրահարված էր, իրանց մոտ դրամա էր, ես 6-րդ դասարան էի, հետո իհարկե իրանց մոտ ամուսնություն եղավ, հետո էլի ճանապարհ այդքան ոչ նորմալ, ամեն դեպքում հիշում եմ, որ ես իրանց մասին էի գրել, իրանց այդ տառապյալ սիրո մասին ստեղծագործել էի, առաջի գործը հիշեցրեցիք, իս տարակ մանկություն մհեր Եվ շատ այսպես ռոմանտիկ էր այդ գործը, նույնիսկ լսում էին, հուզվում են, իմ օրաքույրը Երջանկ Այժատակը հիմա էլի լսեց, հուզվեց, ալացեց, ես 6-րդ դասում դու ես գրել յան, ասում հա, այդպես։ Իմպլանտում ատամնաբուժական կլինիկա։ Կլինիկան ղեկավարում է ատամնաբույժ Սարգիս Փափազյանը եւ իհարկե նրա հետ միասին աշխատում է մի ողջ բուժ անձնակազմ։ Դե ինչ, ատամնաբուժարանները շատ են, իդեպ որակյալ ատամնաբուժները շատ են, սակայն կուզենայի իմանալ, դոկտոր, թե ինչով եք հատկապես դուք առանձնանում։ Որն է ձեր առավելությունը, ձեր կլինիկայի առավելությունը։ Իհարկե, նախ շնորհակալություն ձեր այցի համար։ Նշեմ, որ իմպլանտումը մենք ունենք 3 տարբեր երկրներում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հայաստանում եւ Ռուսաստանում։ Ու մեր գլխավոր
առավելությունից մեկը այն է, որ մենք բոլորս համագործակցված աշխատում ենք, այսինքն գործողություններ կա, որ սկսվում են այստեղ, վերջանում են Հայաստանում եւ հակառակը սկսվում են Հայաստանում եւ վերջանում են այստեղ։ Մենք բավականին մատչելի ենք մեր հասարակության համար ամեն առումով ու ինչպես դուք լավ գիտեք, մեր տեխնոլոգիան համապատասխանում է Ամերիկայի ստոմատոլոգների ասոցիացիայի պահանջներին եւ մեր մնացած կլինիկաները նույնպես, սո մենք կարողանում ենք առանց ոչ մի խնդրի իրար հետ համագործակցել եւ ստանալ բարձրագույն արդյունք։ Դե ինչ դա մեծ առավելություն է, դրա մասին ես արդեն նշեցի եւ կարծես թե համախմբված ընտանիքի նման աշխատում իմպլանտումը իր բոլոր մասնաճյուղերում եւ բժիշկներն համագործակցում են մեկը մյուսի հետ, արդյունքում կարևորելով պացիենտի առողջությունը եւ իհարկե այն վերջնական արդյունքը, որով պացիենտը լիարժեք կարողանում է ժպտալ եւ հիշել ձեր մասին միայն լավ խոսքերով։ Ուրախ եմ համագործակցության համար եւ կարծում եմ դեռևս կունենանք բազմաթիվ առիթներ ձեզ ներկայացնելու իմպլանտումի եւ մասնավորապես բժիշկ Սարգիս Պապազյանի ղեկավարությամբ Լոս Անջելեսում գործող կլինիկայի մասին լավ նորություններ։ Դուք արդեն տեսաք Լոս Անջելեսյան իմպլանտում դենտալ կլինիկի մասնաճյուղը եւ վստահ եմ, որ արդեն այցելելու եք եւ ցանկացած խնդրի պարագայում, ինչպես նաեւ չեկափերի պարագային այնտեղ լավագույն մասնագետները կօգնեն ձեզ գեղեցիկ ու առողջ ժպտալ։ Իսկ այս պայն ես գտնվում եմ Երևանում եւ պատմելու եմ ձեզ երևանյան մասնաճյուղերի մասին։ Իդեպ Երևանում գործում է 2 մասնաճյուղ իմպլանտում դենտալ կլինիկի եւ 1 կոսմետոլոգիական ծառայությունների համար, էսթետիկ գեղեցկության համար նախատեսված իմպլանտում էսթետիկ կլինիկան, ինչպես նաև Մոսկվայում կա մասնաճյուղ, այդ մասին եւս չենք մոռանում։ Այս պայն մենք գտնվում ենք Երևանի մասնաճյուղերից մեկում, իմպլանտում կլինիկայի եւ պետք է նշեմ, որ այստեղ աշխատակիցները չափազանց նրբանկատ են եւ իհարկե գեղեցիկ ու բարի ժպիտներով, բայց որ ամենակարևորն է, իմ ուշադրությունը գրավեցին երեխաների ժպիտները, ովքեր գալիս են ժպիտով եւ լքում են նաեւ տարածքը ժպիտով։ Արդեն նշել եմ, որ գործում է իմպլանտում Kids մանկական ատամնաբուժական բաժանմունքը այստեղ Երևանում, հույս ունենանք, որ շուտով կգործի նաեւ Լոս Անջելեսում։ Կտակը եւ ժառանգությունը Will and Trust ամենակարևոր ասպեկտներից է մեր կյանքում եւ եթե ձեռք ենք բերում որևէ անշարժ գույք մեր կենթանության օրոք, դա կարևոր է նաեւ ապահովել հետագա սերունդների համար։ Այդ հարցում Grigoryan Law Firm-ը եւ իրավաբան Աննա Գրիգորյանը մեզ մշտապես պատրաստ են օգնել։ Ողջույն Աննա։ Ողջույն։ Աննա Will and Trust-ի, այսինքն կտակի եւ ժառանգության փաստաթղթերում շատ հաճախ լինում են նաեւ քմահաճույքներ, տարօրինակ որևէ փաստորեն կետեր, որոնք կազմվում են տվյալ անշարժ գույքի տիրոջ կողմից։ Ինչ տարօրինակ բաներ են սովորաբար լինում։ Լինում են դեպքեր, որ մարդիկ այնպիսի կանոններ են ուզում դնեն, որ իրականում կարող ավելի վնաս տա, քան օգուտ։ Լինում են դեպքեր, որ կապված է լինում իրանց ընտանիքի հետ խիստ անձնական հարցերով, որ լինում են ժամանակներ, որ շատ խնդալու, ունենք դեպք, որ մի կին ասեց թղթի մեջ գրեք, որ ես իմ աղջկան ոչ մի բան չեմ թողում, որովհետև ինքը 2 կոպեկի արժեք չունի։ Սա շատ խառը։ Երեխան 2 կոպեկ։ Yeah, so հարցները ինչ ուզում ա լինի, իմ հարցից ոչ մի բան չգնա, տղայիս այս դեպքում եթե ալկոհոլ, criminal activity, ինչ որ criminal պահված կունենա, եթե խաղամոլ լինի, լինում են տարբեր տեսակի խստություններ, բոլորի նպատակը լինում է։ Իսկ լինում է, երբ ծնողները գրում են երեխայիս կթողնեմ այս ժառանգությունը, եթե նա ունենա տղա երեխա ունենա։ Այո, ունենք դեպքեր շատ մեր հայկական համայնքի մեջ, որ նշում են գնա ընտանիքից, գնա տղայիս կամ գնա տղայիս, եթե տղաս ունենա 5 հատ տղա, ամուսնանա հայ աղջկա հետ, ունենա 5 հատ տղա կամ ունենա 3 հատ տղա, կապ չունի քանի հատ երեխա, բայց տղաները պետքա լինեն SS քանակի, լինում է որ պետքա դնեն S անունները։ Ունենք շատ խստություններ։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդու ցանկություն շատ անձնական է եւ մյուս կողմից էլ իհարկե եթե մարդ ունի որևէ անշարժ գույք, ապա կարող է այն տնօրինել ինչպես ցանկանում է։ Վստահ եմ նաեւ, որ մեր հետևորդների ցանկում կան մարդիկ, ովքեր ունեն հարցեր հետեւյալ թեմայի վերաբերյալ, այնպես որ զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Գովազդային այս ինտեգրումը կհետաքրքրի հատկապես մեր հայրենակիցներին ու իրավաբաններին, ովքեր ցանկանում են մշտական կամ ժամանակավոր բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում օրինական տարբերակով։ Այսօր ձեզ պատմելու եմ Մայամիի Հոլիվուդ քաղաքում գտնվող 21 Hollywood բնակելի համալիրի մասին, որը ճարտարապետական գլուխգործոց է 14 հարկանի եւ լավագույն տարբերակներից մեկը կարող է լինել նաեւ ներդրողների համար։
Այս ծրագիրը ձեզ հնարավորություն է տալիս ներդրում կատարել, օրինակ $800,000-ից սկսած եւ առաջիկա 5-ից 7 տարիների ընթացքում վերադարձնել այդ գումարը, միաժամանակ նաեւ մշտական կամ ժամանակավոր բնակության հնարավորություն ստանալ Միացյալ Նահանգներում ամենաօրինական ճանապարհով։ Այս ներդրման շնորհիվ դուք հնարավորություն կունենաք օրինական ճանապարհով EB5 ծրագրով դիմել մշտական բնակության, այդ թվում նաև ձեր ընտանիքի անդամների համար։ Այսպիսով դիմող կողմը, այսինքն ներդրողը, հնարավորություն ունի ժամանակավոր, ապա նաև մշտական բնակության հնարավորություն ստանալ EB5 ծրագրով իր կնոջ, այդ թվում նաև մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների համար։ Ստացվում է այսպիսով դուք այս նախագծում կարող եք ներդրում կատարել, որը չափազանց հեռանկարային նախագիծ է ոչ միայն իր դիրքի, այլ նաև իհարկե ճարտարապետական գլուխգործոց համարվելու շնորհիվ եւ միաժամանակ ապագայում այն կարող է ձեզ մեծ եկամուտներ բերել, քանի որ այն չափազանց հեռանկարային ծրագիր է։ Միաժամանակ դուք ընտանիքի անդամներով հնարավորություն կստանաք ժամանակավոր, ապա նաև մշտական բնակություն հաստատել այս համալիրում։ Մինչդեռ նաև պետք է նշել, որ 21 Hollywood-ը հիանալի բնակելի համալիր է, որը ներառում է ոչ միայն բնակարաններ, այլ նաև ընդհանուր օգտագործման ֆանտաստիկ տարածքներ, մանկական այգիներ, կինոսրահ, խանութներ, մի խոսքով այն ամենը, ինչ պետք է գեղեցիկ ու ապահով կյանքի համար։ Վստահ եմ, մեզ դիտում են նաև իրավաբաններ, ովքեր փորձում են լուծել մշտական թվացող հարցը, թե ինչպես օրինական ճանապարհով ներդրողների մշտական կամ ժամանակավոր բնակությունը հաստատել Միացյալ Նահանգներում։ Այս նախագիծը կօգնի ձեզ առավել մանրամասների համար կարող եք այցելել կայք կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։ Պատմեցիք ձեր քրոջ տառապյալ սիրո մասին, եթե չեմ սխալվում։ Քանքսիմ տառապանքը հեր։ Այո, սմում ենք տառապանքով։ Արի սիրուն գանք։ Բայց հենց այդ մասին էի ուզում հարցնել։ Իսկ ձեր սիրո տառապանքները երբ սկսեցին։ Ես երբեք չեմ տառապում, ես սիրում առաջ նայել։ Լավ, երբ ստիպեցիք արագ բաբախել այլոց սրտերը։ Ես երբ։ Ոյ չգիտեմ։ Ուսանող տարիներից իմ առաջի սերն է եղել, հետո ռադիոյում աշխատելու, դες նաև իմ առաջի քայլեր եղել արձագանք ռադիոկայանը, այնտեղ ասմունքել եմ, հետո բեմելը, հետո արդեն հանդիսավարությունը։ Իմ մոտ եղել է ռադիո, բեմ եւ հանդիսավարություն։ Բայց ես միանգամայն այլ բանի մասին էի հարցնում։ Դե այդ պերիոդում լիքը սրտեր բաբախում էին։ Հիշում եմ, որ ռադիոյում աշխատում էի, Արտավազ Բայացյանը գալի ասում էր, վերջը քեզի գաղութ հարս են տանելու, ասում ինչի, ասում էր, որովհետեւ կոշի գաղութը լրիվ քեզ է լսում, ու նամակներ էր գալի, որ հացից սարքած դաշնամուրներ, թզբեղներ։ Բանտային արվեստ։ Այո, դե իրանք սիրահարված էին ինձ, լսում էին։ Մի անգամ գիրք ստացանք բանաստեղծություններ, ես այդ իրանք գործերը ասմունքեցի եթերում, հա, եւ շատ կային այնտեղ սիրահարվածներ, այդպես։ Այդ եմ ասում էլի, այդ իմ գործնեության փուլերից եղել է սիրահարվածություններ։ Երբ առաջին անգամ այդ զգացողությունը, երբ առաջին անգամ հասկացաք, որ իսկապես սիրում եք եւ գուցե փոխվում է ձեր ներաշխարհը եւ այլն, որովհետեւ ուրիշ բան է ընթերցել պոեզիա եւ ուրիշ բան է այդ պոեզիային անդառնալ արդեն սեր ապրելուց հետո։ Դա շնորհ է, Մահեր ջան, ես չեմ կարող ասել պետք է դա ապրես, որ կարողանաս ներկայացնել։ Ճիշտ է, նախ պետք է սրտիդ կպնի, նախ սևակյան գործեր կա, միջև ես չեմ սերտում։ Որտեվ դրանք իմ սրտին չեն կպնում, դա իմը չի դեռ։ Այսինքն ես սերտում եմ միայն նրանք, որոնք կարող եմ ներկայացնել եւ թափանցել ունկնդրի աշխարհը։ Սահյան, Սևակտերյան, Շիրակ, բոլորը պետք է իմ սրտին պարտադիր կպնի։ Կարևոր չէ, որ ես իրավիճակի մեջ լինեմ, կարևոր չէ, որ ես այդ պահին սիրահարված լինեմ կամ, չգիտեմ, դժվար վիճակում լինեմ։ Դա հասկանալի է, դա ձեր պրոֆեսիոնալիզմը եւ տարիների կուտակած փորձը է, շնորհը։ Իսկ եթե վերադառնանք այնուամենայնիվ հարցին, առաջին անգամ երբ եք սիրել։ Դες հայլ սիրում եմ, հիմա էլ եմ սիրում, առաջի վերջ չկա սիրուն, ես անընդհատ սիրում եմ։ Շատ լավ, երբևէ ամուսնացած եղել եք։ Այո, ես հիմա էլ ամուսնացած եմ։ Եվ ինչպես եք ծանոթացել ձեր ամուսնու հետ։ Վերջին ամուսնու։ Դե սկսենք առաջինից։ Հա, չէ, եկեք վերջից մասին խոսենք։ Ես ասացի, որ հետ չեմ նայում։ Իմ համար հետ նայվել չկա, ես նայում միայն առաջ։ Չեք նայում հետ, որովհետև ցավոտ է։ Ոչ, ցավոտ չի, ուղղակի իրանք արդեն թերթված էջեր են, ինչի մասին խոսել ես, իրանք շնորհակալ եմ շատ, իրան շատ շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ ցավ են տվել, շնորհակալ եմ, որտեվ այդ ցավն է զգացմունքը։ Կպատմեք առաջին փորձառության մասին ամուսնության։ Չկա ոչ մի բան պատմելու։ Գնացել են իրանք կյանքով։ Դե որովհետև բնավորությունների անհամատեղելիություն էլի։ Իրանք շատ լավն են, ինքը շատ լավն է, ես վատն եի գուցե, կամ ես վատն է, ինքն է լավը,
կամ հակառակը կամ մենք անհամատեղելի բնավորություններ ունենք։ Այդքանը ամուսնանում են ովքեր մհեր մարդիկ ձեր կարծիքով ամուսնանում են բնավորությունները։ Դուք պետք է եք համատեղելի, համախոհ։ Դա շատ կարևոր է, կենցաղը, դա շատ կարևոր է։ Իսկ այդ տարիքում չունեիք այս խոհեմությունը դա անցալելու համար։ Դու գիտեք ես հիմա ունեմ։ Կյանքը միշտ դաս է տալիս։ Ինչ իմանաս, ինչ կլինի, ոչ մեկ երաշխավորված չի։ Հիմա կարող է այս վերջի ամուսնությունն էլ պսակվի հաջողությամբ, այսինքն ցտեսությամբ, կամ մյուսը ինչ իմանաս, կյանքը ինչ կլինի։ Ով է այս կյանքում երաշխավորված։ Որ ամուսնությունն է երաշխավորված, կասեք։ Գիտեք, դուք փորձում եք անընդհատ այդպես սրերով եւ թրերով ընդունել յուրաքանչյուր բան, հավանաբար դրանում մեղավոր է նաեւ մեր հասարակությունը համատեքստից հանելով տարբեր իրավիճակներ ձեր մասնակցությամբ եւ այլն եւ երիտասարդ կինը պաշտպանության խնդիր է այդ պահին զգում, բայց եկեք փորձենք ավելի խորը եւ ավելի մեղմ լինել այս զրույցի ընթացքում, թույլ տալով մարդկանց ձեզ ճանաչել։ Չէ, մարդիկ ասենք բան չունեմ հանրության առաջ ճանաչեն կամ հասկանան կամ իմանան ովքեր գիտեն համացանցում կա ամեն ինչն էլ ասենք ասելիք չկա իրանց մասին, ասենք ոնց ձեզ ասեմ որ հասկանաք։ Ես իրոք չեմ սիրում անցած էջը նորից բացել, հասկանում եք։ Եթե մի բան էլ քոնը չի, ինչ կարիք կա խոսալ։ Էլ ինչ կարիք կա այդ մասին խոսալ։ Իսկ բաժանումներն ուղեկցվում են այդպես դրամաներով եւ սկանդալներով, սիրով, Սիրով եւ շնորհակալությամբ։ Ձեզ համար երևի խորտ կլինի այդ պահեմ խոսքի, բայց իրոք ես շատ թեթև եւ աշխարհով հանգիստ մարդ եմ այդ առումով։ Ինձ կարող է ավելի շատ հուզի, ասենք, հարևանի ինչ ճիշտ չհասկանալը կամ ինձ հուզի այն մարդը, որ այդ պահին իմ շուրջն է, դուք որ հենց հիմա իմ դիմացն եք, քան այն մարդը, որ արդեն անցյալում է։ Շատ լավ, դուք շատ տաքարյուն եւ բռնկվող եք որոշ դեպքերում, հավանաբար դա գալիս է մանկությունից, ինչպես քիչ առաջ ինքներդ էլ ասացիք, որ չեք լսում երբեմն եւ այլն եւ սիրում եք ինքնուրույն որոշում կայացնել։ Եվ շատ հաճախ հնարավոր է ձեզ հունից հանել։ Այո, ես շատ բռնկուն եմ։ Ես աշխատում եմ այդ ուղղության վրա, ասում եմ, եթե դու սխալդ հասկանում ես, ուղղվելու շանս կա, հա։ Ես փորձում եմ ինքնադաստիարակություն ունենալ, ինքս ինձ հավաքել, այն մեթոդներ կան, չէ՞, 10 հաշվել կամ թողնել դուրս գալ, կամ լռել։ Ես հիմա աշխատում եմ այդ ուղղության վրա, բայց ելի միևնույնն է, հիմա երևի գիտեք, ասենք, ես ունեմ հյուրատուն Բերթավանում, Վրաստանի ճանապարհին, ունեմ աշխատողներ, արհեստավորներ, չի լինում ելի չբռնկվել, չի լինում ելի, բայց այդ անզսպությունը ինձ խանգարում է, ես ուզում եմ զուսպ լինել, որովհետև իրանք էլ մարդ են, հա, չի կարելի մի բան ես էլ սխալական չեմ, ես էլ լիքը սխալներ ունեմ, բայց կարող մի բան էլ հունից դուրս գամ ու մարդու վիրավոր եմ։ Մարդուն վիրավորեցի, գիտեք ոնց է։ Հիմա ես քենոտ չեմ, բացարձակ։ Ես ասեցի, անցավ գնաց։ Ու չեմ սիրում թեմայի անդրադառնալ, չեմ սիրում թեմա քննարկել, չեմ սիրում այդ նորից խոսալ այդ մասին։ Ասեցի, անցավ գնաց, հասկացանք, չէ, ժպտանք իրար։ Տենց եմ։ Չեմ սիրում, որ ինձ նեղանում են։ Ավոր չեմ սիրում։ Հա, բայց դե մարդիկ քենոտ են, տարբեր են, մեկը տեսնում ռութենար է, մեկը տեսնում, չգիտեմ, կարող է մեկը ասել ես չեմ գալի աշխատանքի, մեկը այ հիմա մեկը ունեմ, Ամալյան, շատ իրան սիրում, դեռ ինչ անում եմ այդ աղջիկը լուր ու խոնար հավատարիմ գալիս է, այ դրա համար ես իրա միշտ պարարքևներ, պրեմիաներ, որից դիմանում է։ Յանը տարիներ առաջ մի տեսանյութ տարածվեց համացանցում պետավտոտեսուչների մասնակցությամբ, երբ ձեզ կանգնեցնում են եւ ավելի շուտ մեքենան եւ պարզվում է որ տեղզնման փաստաթղթի ժամկետը 6 ամիս անցել էր եւ մի ամբողջ դետեկտիվ ֆիլմ է նկարահանվել այդտեղ նախ ինչպես է տեսանյութը տարածվել։ Եկեք մեր գիտեք ինձ մոտ միշտ գալիս է սև PR, ինչի համար է սենց։ Ես չգիտեմ ինչի է տենց, այս վերջերս է սև PR-ի մեջ ընկա, բայց ես նեղվում եմ շատ, նույնիսկ չեմ նայում այդ տեսանյութերը, առասօր այդ պետատեսուչի տեսանյութերը ինձ ուղարկում են, ես խնդրում եմ, այն որ ասում ժողովուրդ օգնեք, ով կա այս 17 թիվն է, 25 թիվն է, իրանք են գցել այդ նյութը առեսօր
որ դա համացանցում է, ահա որ չեմ սիրում այդ նյութերը։ Մեկ ոստիկանությունը ձեզ կանգնեցնում է։ Միլիոնավոր դիտում կա, դա փող էլ է բերում մհեր։ Ում այդ փողերը գնում։ Հələ նայ փող են ստանում։ Տեսանյութը հայտնվում է համացանցում, դա ձեր անձնական տարածքի ներխուժում է, երբ չկա հստակ հանցագործություն։ Դե ես գիտեմ որ պատժվեցին, կարծեմ այդ պետատուցիչը աշխատանքից դուրս եկավ, լիքը լսեցի բաներ, որ հեռացեցին աշխատանքից։ Ինչքան գիտեմ, որքան ես ականջալուր եղա այդ մնացականյանին հեռացրեցին, ինչքան գիտեմ։ Որտեվ իրանք իրավունք չունեին, այո, ինձ լիքը փաստաբաններ զանգեցին, մենք կարանք ձեր գործով զբաղվենք, եկեք իրանք պատժենք եւ այլն։ Ասում եմ, չես բարի սիրտ ունեմ նաեւ, ասում լավ, թողեք թող գնա, ոչինչ, անցավ, լավ, վերջ, անցավ, թեման անցավ, մեկ էլ չէ, ժողովուրդների քննարկումը, առ այսօր իրանք քննարկում են այդ թեման։ Այն ժամանակ գուցե դա զվարճալի էր եւ տարբեր հաղորդումներ էլ փորձում էին տարբեր քննարկումներ առաջացնել այդ դեպքի վերաբերյալ, բայց եթե հիմիկվա մերօրյա էթիկայով ենք նայում, դա իսկապես կնոջ նկատմամբ ոտնձգություն է եւ հանրային կերպով նրա, այսպես ասած, համբավը հերինակազրկելու փորձ, պետավտոտեսությունները երեխա ունեի մեքենա դայակի հետևը նստած էր, եւ շեշտում եք, որ երեխաս լացում էր, եւ այլն եւ նրանք հետապնդում են ձեզ մեքենայով։ Մինչեւ տուն եկան, կարծեմ, չէ։ 3 անգամ ձեզ կանգնեցնում են, սակայն երևի թե դժոխքը դրանով չի ավարտվում, որովհետեւ դրան հաջորդում է նաեւ տարբեր կայքերում եւ լրատվականներում թունավորում ձեր անձի նկատմամբ։ Այն ժամանակ բոլորիս համար դա զվարճանք էր եւ մենք դիտում էինք մտածելով, որ ահա կինը այդպես բանաստեղծաբար պատասխանում է հարցերին, չափածո ստեղծագործություն հիշելով, հիշեցնելով, բայց իրականում դրա հետևում կան մարդկային էմոցիաներ, ինչ էր ձեր հետ կատարվում այդ օրերին։ Ես այդ օրերին լացում էի, ճիշտ է, շատ էի նեղվել հրապարակ կայքի Հասմիկը Բաբաջանց մեր անցնելու է միլացի, անցնելու է, որովհետև Վեդիցև PR-ը դու գիտես, ասում են ինչքան արտիստ այն զանգում, ասում դե ինքն էր, չէ, առաջին ութը գցել գրել, Հասմիկն էր գրել գցել։ Հրապարակ թերթներ։ Այո, առաջին հրապարակներ։ Ասում դու գիտես ինձ ինչքան արտիստ է զանգում, ասում Լիանան ինչքան փող ա տվել քեզ այդ PR-ի համար։ Ասում լավ է, ասում հա, շատ են զանգում։ Նենց որ ասում դու հանկիստ տեղի ամենը լավը անցնելու է, դա PR-ն է լավ, բայց չեմ ուզում այդ PR-ներ։ Անկեղծ ազնիվ եմ ասում, չեմ ուզում։ Ավակյան Law Firm-ը, որ ձեզ հայտնի է իրավաբանական գրասենյակ զբաղվող միգրացիոն հարցերով, այսօր ընդլայնվում է եւ զբաղվում է նաեւ Lemon Law կամ ավտոպատահարների հետ կապված մի շարք кейսերով։ Այդ առումով իրավաբանների կազմը ընդլայնվել է եւ յուրաքանչյուր թեմային եւ յուրաքանչյուր ուղղվածությանը համապատասխան աշխատակիցը կզբաղվի։ Թերմինա Ավակյան, ով Ավակյան Law Firm-ի հիմնադիրն է, իմ կողքին է, ողջույն Թերմինա։ Նախ շնորհավորում եմ նորությունների եւ ապդեյթների հետ կապված եւ պիտի ասեմ, որ ինձ հիացնում է հատկապես Ավակյան Law Firm-ում այն հանգամանքը, որ դուք այստեղ մարդու ճակատագրին չեք վերաբերվում որպես բիզնես, այլ դիտարկում եք մարդու պաստորեն անձնական կյանքի հետ կապված շատ կարևոր հանգամանք։ Կպատմեք, թե ինչպես է թիմը աշխատում հենց միգրացիոն հարցերով։ Շատ ճիշտ նկատեցիք, Մհեր, որ սա մեզ համար բիզնես չի, իրականում մենք յուրաքանչյուր անձի գործին մոտենում ենք որպես հաճախորդի սպասարկման տեսանկյունից, այսինքն ցանկանում ենք, որպեսզի յուրաքանչյուր մարդ ստանա իրեն արժանի ուշադրությունը, այդ է պատճառը, որ նաև դա է պատճառը, որ փաստաբանների թիմը մեծացել է, որպեսզի յուրաքանչյուր գործ շատ մանրամասն ուսումնասիրվի եւ հաճախորդներին տրամադրվի գագաթնակետային բարձր սպասարկում։ Ես հիշեցնեմ նաև, որ դուք ինքներդ կարող եք հետևել ձեր кейսին, պարզապես մուտք գործելով այն համակարգ, որը ներդրել է հենց Ավակյան Law Firm-ը։ Առավել մանրամասների համար զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Այսօր ձեզ պատմելու եմ Արգինե Դավթյան բժշկական էսթետիկ հայաստանյան կենտրոնի մասին եւ պետք է նաեւ ուրախությամբ նշեմ, որ պլաստիկ վիրաբույժը եւ էսթետիկ բժշկության հայաստանյան հիմնադիրներից մեկը Արգինե Դավթյանն է հենց այսօր ինձ հետ։ Ողջույն Արգինե, շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել։ Արգինե, ձեր կլինիկայի մասին գիտեն բոլորը։ Եվ այստեղ Լոս Անջելեսում եւս հաճախ են խոսում եւ ձեր փորձառությունը գնահատում։ Ինչ պրոցեդուրաներ են արվում էսթետիկ բժշկության ձեր կենտրոնում։ Շնորհակալ եմ նախ հրավերի համար։ Էսթետիկ բժշկությունը այսօր աշխարհում շատ արագ զարգացող
ճյուղ է բժշկության մեջ, բայց այսօր կարծես թե այսպես ուզում եք կանգ առնել, որովհետև այն ունի որոշակի ձևավորված բազա, հիմք եւ որի վրա կառուցված արդեն ձևավորված բժշկության այդ ճյուղը։ Կլինիկան հիմնադրվեց 17 թվականից, բայց մինչ այդ ես շատ երկար տարիներ եղել եմ էսթետիկ բժշկության հիմքերում եւ այդ զարգացման ճանապարհը անցել եմ ես ինքս եւ կլինիկայում մենք ունեինք հետեւյալ բաժինները, դա մաշկաբանությունն է, որը կարծում եմ կոսմետոլոգիայի անբաժանելի մասնիկն է, պլաստիկ վիրաբուժությունն է, որը այսօրվա էսթետիկ բժշկության էլի անբաժանելի մասնիկն է, մենք ունենք կլինիկայում մարմնի էսթետիկ մոտեցումներով զբաղվող, այսպես ասած, էսթետիկ բժշկության ճյուղ, բուն բժշկական կոսմետոլոգիան է եւ այն գեղեցկության վերաբերող մնացած ավելի ոչ բժշկական ճյուղերն են, դրանք գեղեցկության սրահն է, որը կից կլինիկային գործում է, որպեսզի հաճախորդների համար լինի շատ հարմար այդ ծառայություններից օգտվել նաև միաժամանակ։ Եվ իհարկե մենք ամբողջական աշխատում ենք, որովհետև իմ նշած բոլոր ճյուղերը բժշկության մեջ, հենց էսթետիկ բժշկության մեջ իրենք փոխկապակցված են եւ այսօր էլ մենք բոլորս գիտենք, որ չկա կոսմետոլոգիա առանց պլաստիկ վիրաբուժության եւ չկա կոսմետոլոգիա առանց մաշկաբանության։ Եվ այդպես համահունչ աշխատում ենք։ Հիանալի է, մենք ձեզ պարբերաբար պատմելու ենք այս կլինիկայի մասին եւ ներկայացնելու ենք բոլոր աշխատանքները, որոնք արվում են, այնպես որ հետևեք մեր եթերներին։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ Ասեք, մեր այսքան լավ բաներ եմ ես անում։ Տեսեք, դեպի իմ գործունեությունը գիտեք, շնորհավորական ուղերձներ on-line, հերոսների, զինվորների համար գործեր գրել, զինվորների մամաներին սփոփանքը, այդ ամեն ինչը։ Մի անգամ լավ բանը չքննարկվեց։ Հարգելով ձեր գործը, հարգելով հատկապես պոեզիայի երեկոները, որ կազմակերպում եք, կարծում եմ դա ճաշակի հարց է եւ ամեն մարդ։ Այո, ես ունեմ իմ լսարանը, հա։ Եվ այդ հարցում էլ ունի տարբեր ճաշակ, եւ յուրաքանչյուր մարդ ունի նաեւ պոեզիայի տեսանկյունից ճաշակ, եւ շատերը այդ ճաշակով են առաջնորդում շատերի համար, դա գուցե պաթետիկ է, դա ճաշակի խնդիր է, որի շուրջ բանավիճելը անիմաստ է եւ հիմարություն է։ Եվ եթե ձեր երեկոներին գալիս են մեծ թվով մարդիկ, նշանակում է դա պետք է մարդկանց։ Իրոք իմ մոտ ֆիլհարմոնիա լեփլեցուներ են ժամանակ, հիմա գործի բերում եմ, ասացի չէ, ես լինում եմ հիմնականում Տավուշում այդ հյուրատան հարցերով, կաղում եմ լսարանները պոեզիայի այդ դաշտը, բայց հիմա էլի գալու եմ գրական երաժշտական երեկոներ։ Բայց երբ դա փոխարինվում է օրինակ համացանցում շնորհավորանքներով եւ այլն, դրան լուրջ վերաբերել ինձ տիպել չեք կարող, որքան էլ որ շնորհական ուղերձները նկատի ունեք։ Այո, որքան որ նշում եք իմ գործունեությանը հետևելով եւ այլն, դա պարզապես բիզնես է, Բիզնեսը իհարկե գումար է։ Դուք հա վերաբերվում որպես բիզնես։ Դրա համար դրան բարձր պոեզիայի տեսանկյունից վերաբերվել հիմարություն կլինի իմ կողմից։ Չէ, ինչ բարձր պոեզիա, ասում եմ, նույնիսկ հումորային պատվերներ են ցանկանում։ Այսինքն ես գրում եմ հումորով, կատակով, այդպեսի ուղերձներին տնօրինում եմ, այ պատվիրատուները համացած չի տեղադրվում, այդ ուղերձները որ տեսնեք, ինչ բարձր պոեզիա, այդ էլ քննարկման առիթ կլինի լիքը։ Այդ ուղերձները տեսել եմ Լիանա ջան։ Այդ ուղերձները տեսել եմ եւ իմ ընկերներից շատերն էլ պատվիրել են իրենց ընկերների համար այդ շնորհավորանքները, որը զվարճալի է, որը ձեր իրավունքն է։ Դուք դա կարող եք անել հանապազորյա հաց վաստակել, ունեք երեխա, ընտանիք, բիզնես եւ այլն։ Դա ձեր որոշումն է, բայց այն մարդուն, ով կներեք մի քանի հազար դրամով ինչ որ մեկի անվանական ծննդյան տարեդարձն է շնորհավորում, այդ նույն մարդու շուրթերից բարձր պոեզիա լսելը արդեն առաջացնում որոշակի հակասություն մարդու գլխում։
Հասկանում եք, մենք ունենք հանրային կերպար, եթե մեզ հետևում է որոշակի քանակությամբ մարդ, մենք պարտավոր ենք պահպանել հանրային կերպարի բոլոր կողմերը, եթե ուզում ենք մեզ լուրջ վերաբերվել։ Արդյոք չկա տեղ շահերի բախում, երբ դուք ֆիլհարմոնիկի, չգիտեմ, բեմից ասմունքում եք Սահյան, Շիրազ եւ Չարենց ու Սևակ, եւ հետո ինչ որ մեկի ծննդյան տարեդարձն եք որևէ գաղութից շնորհավորում, մի քանի հազար դրամով այդտեղ ինձ մոտ առաջանում է հակասություն։ Դե նույն հաջողությամբ կարանք ասենք, որ շատ երգիչներ ֆիլհարմոնիայում իրանք էլի երգում են, իրանք լսարանը ունեն, անուններ չեմ ուզում տամ, արտիստներ, վաստակավոր, ժողովրդական նույնիսկ, բայց գնում են, ասենք, խարեբություն են անում, բառով ասեմ, հարսանիքներ, երգում են, նվագում են, այսինքն ասել թե Դե եթե դուք օրինակ հարսանիքներ վարեիք եւ որը անում եք նաեւ տանջոցառումներ, դա ընկալվում է որպես աշխատանք, բայց այդպես շնորհավորանքը Դե շնորհավորանքն էլ աշխատանք, դա էլ on-line ուղերձ է։ Դա գիտեք, երբ սկսվեց պանդեմիայից, երբ որ ամեն ինչ անջատվեց մեզ մոտ, աշխատանքները փակվեց, եւ ես արդեն երեխայիս հետ այդ ժամանակ ամուսնացած չէի, Լևոնը 3 տարեկան էր։ Եվ ես մնացի, ինչ ասեմ, չէ, հորս աշխատունակությունը ես ունեմ ստեղծելու։ Ես ասացի, ես պետք է ինչ-որ բան անեմ։ Ես միշտ մտածել եմ, ես երբեք ոչ մեկի ձեռքը ոչ նայել եմ։ Ոչ այն արտիստներից եմ, բոլորն է գիտեն, որ ասենք հարուստ սիրեկան, չգիտեմ ինչ տրել։ Ոչ, ես ինքնուրույն, եւ այդ տղամարդու ես եմ ընտրել, ինչ չպետք է ընտրեն։ Ես եմ ընտրել ում պետքա ցանկանամ։ Դա շատ կարևոր է, ասենք շատ է եղել, հա, ֆինանսով, բան էս կանենք, այն կանենք, հա, ամեն ինչ, որ ես ոչ մի բանի խնդիր չեմ նվեր, ես չեմ ցանկացել իրեն։ Չեմ ցանկացել ու վերջ։ Ես պետք է ընտրեմ, ում եմ ես ցանկանում։ Եվ իմ ամուսնուն էլ ես ընտրեցի։ Եվ ես ինչ պետք է անեմ, ես պետք է ստեղծեմ, որպեսզի իմ երեխայի հետ ապրեմ։ Մենք ռադիոյում ունենք շնորհավորական բացիկ արձագանքը, մտքովս անցա, որ հիմա մարդիկ փակա, չեն կարող գնալ այստեղ, չեն կարող գնալ այնտեղ, ամեն ինչ, ֆիլհարմոնիա, ռեստորան, ամեն ինչ, նույնիսկ բանկերը փակվեց, հիշում եք։ Ես որոշեցի շնորհավորական ուղերձ, մտքովս անցա, մի երկու հատ գովազդ արեցի, գցեցի Facebook, տեսա որ պատվերները գալիս է։ Եվ փոքր գումարից սկսեցի, բարձրացեցի, որտեղ արդեն ինքը պահանջարկ ուներ, պահանջարկը հավատակ, ես այնքան գումար էի աշխատում, որ նույնիսկ ես պետք է չէր արդեն որ բացվի ինչ-որ մի բան, չնայած Փարքաստու, որ պանդեմիան էլ անցավ եւ Փարքաստուն, որ առ այսօր շնորհավորական ուղերձը ինքը գործում է տարբեր ձևերով։ Եվ ինքան լավ է, ասենք ասում եք, բայց ԱՄՆ-ից են պատվեր ստանում, ուզում ա խոսք ասեմ մեկին, ջերմ խոսք ասի, շնորհավորի հնարավորություն չկա դիմումա կամ այստեղից դուրս։ Ինքը լավ է ուղերձը։ Այ ես դա չեմ սիրում, այդ մեր հայերի այդ դուք բանը չեմ ուզում անուններ տամ, լավ է ձեր ասած ֆիլհարմոնիայի ասմունքով։ Տեսեք, բայց ձեր կերպարն էլ այդպես ձեր ձայնից, խոսքի դրվածքից մինչև խոսքի ընտրած բառապաշարի, չգիտեմ, նյութը ինքը ենթադրում է այդպիսի կերպար, դուք եք ստիպում ձեզ այդպես ընկալել հասարակությանը։ Ես օդից չեմ վերցրել, որ օրինակ Լիանա Զուրաբյանը, չգիտեմ, սիրում է պոեզիա։ Դուք այդպես ստիպել եք ինձ ընկալել ձեր կերպարը։ Ես պոեզիա չեմ սիրում, Պոեզիան իմ շնորհն է, այո, եւ միաժամանակ պոեզիան իմ շնորհն է։ Տիկին, եւ միաժամանակ դուք նաեւ անում եք բաներ, Ես ունեմ առաքելություն ծառայելու։ Ես ունեմ առաքելություն ծառայելու։ Այո, այո։ Ես բազում առաքելություն ունեմ ծառայելու եւ որոնց ծառայում եմ հերթով եւ ոչ մի աշխատանքից չեմ ամանչում։ Ամոթը ֆինանս ցանկանալն է, ամոթը բիձա հարուստ սիրած ունենալն է, ամոթ չի, ով ինչ ցանկանում է թող ունենա։ Բայց ես սիրում եմ ֆինանս աշխատել, ես սիրում եմ փողը, սիրում եմ աշխատել, սիրում եմ ստեղծել եւ ես ներ եմ դնում բոլոր իմ շնորհները, որ ինձ տվել է Աստված ֆինանս աշխատելու։ Այսօր ես գործատու եմ, ինձ մոտ աշխատում են 5 մարդիկ, կոնկրետ աշխատողներ, ել չեմ ասում ինչքան արհեստավորի եմ ես աշխատանք տալի, որ սենյակներ է սարքում։ Եվ դա ես իմ հանդիսավարության գումարը, այդ ուղերձների գումարը, այդ տենց տանում եմ, տեղափոխում եմ հանրության համար ծառայելու մի տեղ, որը կոչվում է հյուրատուն։ Շատ լավ, հյուրատնից դեռ կխոսենք։ Լիանա, շատ հաճախ նաև դուք եք պրովոկացիայի ենթարկում հասարակությանը։ Ինձ համար, երբ կինը հայտնվում է թիրախում, ամենաանընդունելի բանն է, երբ հասարակությունը հարձակվում է այդ կնոջ վրա։ Դրա համար մենք իհարկե բոլորին կոչ ենք անում որևէ մեկին չթունավորել համացանցում, որովհետև cyberbullying-ը, համացանցային բուլինգը ամենավատ դրսևորումներից մեկն է մեր օրերում եւ որոշակի ժամանակ հետո արդեն մենք ունենանք հոգեբանական որոշակի խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ենթարկվել են ժամանակից այդ խնդրին, բայց միևնույն ժամանակ եկեք փորձենք հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել խոսքի հնարավորություն ընձեռելով նաեւ ձեզ։
տեսեք հստակ պրովոկացիա է անցալվում, երբ հուղարկավորությունից, տխուր առիթից համացանցային հրապարակումներ են հայտնվում։ Դա վայրի է նայվում այդ պահին։ Դա անհասկանալի է անցալվում Լիանա ջան, որքան էլ որ ձեր կերպարը այդտեղ հասկանալի էր, այդպես սև հագուստով, վուալով, տխուր ձայնով եւ այլն, բայց դա ինձ թվաց որ ինչ-որ հումորային տեսանյութ եք նկարել, ինչ որ անհասկանալի մի բան է տեղի ունեցել։ Ես չէի պատկերացնում, դա ինչ իրական է։ Ինչ էր իրականում տեղի ունեցել։ Մհեր ջան, որքան հասկացա, ձեր եթերը ԱՄՆ-ում է նաև, չէ՞, հեռարձակվում, դուք նաև այնտեղից եք։ Գոնե դուք պետքա այդ ամենը շատ զգալով եւ ըմբռնումով տենայք, ոչ թե այստեղի հանրությունը, որովհետեւ դուք գիտեք, որ դա ԱՄՆ-ում զարգացած է։ Դուք լավ գիտեք։ Մենք ներկայացնում ենք ձեզ մեր նոր գործընկերոջը Gravel ծաղկի խանութ-սրահին, որը գտնվում է Գլենդելի ամենակենտրոնում Brent պողոտայի վրա։ Gravel-ում դուք կգտնեք ամենաշքեղ եւ ամենագեղեցիկ ծաղկային ձևավորումները ամենաթարմ եւ չքնաղ ծաղիկներով։ Ծաղկե փնջերի հարցում իհարկե ամենակարևորը ճաշակն է եւ ծաղիկների թարմ լինելը։ Վստահ եղեք, որ այդ երկու հանգամանքներն էլ կարևորում են Gravel-ում։ Ձեզ պիտի պատմենք իհարկե Gravel-ի նորության եւ նրանց ձեռագիր համարվող գեղեցիկ ծաղկային ձևավորման մասին, որը մնում է 1 տարի շարունակ առանց ջրի։ Համեցեք ձեզ ցույց տամ, թե ինչ ծաղիկների մասին է խոսքը։ Այս գեղեցիկ ծաղկային ձևավորումը կարող է նվեր հանդիսանալ ձեզնից յուրաքանչյուրի կողմից եւ այն մնում է 1 տարի։ Պատկերացնում եք ամփոփող գեղեցիկ դիզայնով։ Իսկ հա բոլոր նրանք, ովքեր սիրում են թեմատիկ տոների կապակցությամբ զարդարել իրենց առանձնատներն ու բնակարանները, ապա Gravel-ում այդ հարցը եւս լուծված է։ Առջևում Thanksgiving-ի տոներն են։ Thanksgiving-ի համար գեղեցիկ դեկորացիաների, ծաղիկների եւ իհարկե գեղեցիկ ձևավորումների համար այստեղ լավագույն վայրն է։ Համեցեք եւ տեսեք, որքան գեղեցիկ է Thanksgiving-յան տրամադրությունը Gravel ծաղկի խանութ-սրահում։ Այս պահին մենք գտնվում ենք Գլենդելում գտնվող Aridipo թանկարժեք զարդերի բարձրաճաշակ խանութ-սրահում։ Այն իսկապես առանձնանում է իր նրբաճաշակ մոտեցմամբ, դիզայնի ֆանտաստիկ ընկալմամբ եւ միաժամանակ իհարկե որակյալ ոսկյա եւ ոչ միայն ոսկյա զարդերի հարցում։ Գլխավոր դիզայներները Արման եւ Եվա Պողոսյանները կարողացել են երկար տարիների մասնագիտական փորձառության արդյունքում ստանալ դիզայներական ֆանտաստիկ լուծումներ, որոնք վստահ եղեք չեք գտնի եւ ոչ մի այլ բրենդում։ Այստեղ կան ինչպես տրադիցիոն դասական աշխատանքներ, որոնք գնահատում են բոլորը եւ երբեմն փոխանցում նաեւ սերնդեսերունդ, կգտնեք նաեւ նոր, մոդեռն եւ կարելի ասել նորարարական լուծումներով գեղեցիկ աշխատանքներ, որոնք բնականաբար իհարկե ուշադրության կենտրոնում կպահեն ձեզ մշտապես։ Տղամարդկանց համար բրենդը եւս ունի առանձին հավաքածու, այն կարող եք ձեռք բերել։ Ինձ համար ամենահետաքրքիրը այստեղ նաեւ նվերներ ձեռք բերելն է, որովհետեւ ես կարողանում եմ գտնել եւ իմ ընտանիքի անդամներին համապատասխան որևէ բան, եւ ընկերներիս, եւ ամենատարբեր առիթների պարագային, օրինակ երեխայի ծնունդի, կնունքի եւ այլն, կան ամենահետաքրքիր լուծումներով եւ որ ամենակարևորն է, պիտի զարմացնեմ հիմա ձեզ, շատ մատչելի գներով հետաքրքիր ոսկյա զարդեր։ Ինչպես գիտեք, ոսկին թանկանում է ժամանակի ընթացքում եւ այժմ հենց այդ միտումն էլ կա եւ բոլոր բրենդերը, ովքեր արտադրում են եւ վաճառում են ոսկեղեն, դրանք եւս բարձրացնում են իրենց գները։ Սակայն այս բրենդը մշտապես մնում է հավատարիմ իր սկզբունքներին եւ կարողանում է այնպես անել, որ բոլորը կարողանան գնահատել եւ ձեռք բերել իրենց աշխատանքները։ Ես ունեմ իմ սիրած գործերը այստեղ, առաջարկում եմ ծանոթանալ դրանցից մի քանիսին։ Ողջույն, մենք իմ ամենասիրելի տուն Լահմաջոյի Միացյալ Նահանգների մասնաճյուղում ենք։ Ինչպես գիտեք, ես հաճախ եմ լինում Երևանում եւ Երևանյան տուն Լահմաջոն եւս հաճախ այցելում եմ։ Սակայն երբ ուզում եմ այցելել Երևան, բայց միաժամանակ չլքել Միացյալ Նահանգները, գալիս եմ տուն Լահմաջո։ Այստեղ երևանյան մթնոլորտը, մտովի եւ ատմոսֆերայի, երևի շրջապատի շնորհիվ մենք տեղափոխվում ենք Երևան եւ պիտի ասեմ, որ լավագույն հայկական խոհանոցը Լոս Անջելեսում հենց տուն Լահմաջոյում է։ Դա չեմ ասում միայն ես, դա ասում են բազմահազար մարդիկ, ովքեր անընդհատ այցելում են այստեղ, ստանում են լավ, բնականաբար իհարկե ուտեստներ եւ միաժամանակ անթերի գեղեցիկ եւ մակարդակով բարձր սպասարկում։
Պիտի ասեմ, որ այսօր Կիրակի է եւ ես սովորաբար շաբաթ եւ Կիրակի առավոտյան եմ նաեւ սիրում գալ տուն լահմաջը։ Այստեղ փորձում եմ նաեւ ձվածեղների ամենատարբեր տեսականին, օրինակ այսօր ունենք եւ ասպարագուսով, լոլիկով, բաստուրմայով եւ նաեւ գարոխով ձվածեղ, որը եւս ես շատ սիրում եմ եւ շատ համով պատրաստում եմ։ Իզնից էլ ավելի համով են պատրաստում այստեղ։ Եթե դուք ունեք ընկերական հավաքույթների կարիք եւ միջավայրի կարիք, ապա այստեղ կարող եք անցկացնել եւ ընկերներով, եւ աշխատակազմով, եւ ընտանիքով, մի խոսքով, իսկական ընտանեկան միջավայր, իսկական բարի, անթերի մթնոլորտ հենց տուն լահմաջոյում։ Ինձ այստեղ հաճախ եք տեսնում, գիտեմ, եւ մենք հաճախ ողջագուրվում ենք, խոսում ենք մեկս մյուսի հետ եւ ինձ միշտ շնորհակալություն եք հայտնում, որ ես ձեզ պատմում եմ հենց տուն լահմաջոյի մասին։ Ես էլ միշտ դա անում եմ առանց երկար բարակ մտածելու, որովհետեւ գիտեմ, որ այստեղ ամեն ինչ իդեալական է լինելու եւ դուք միշտ ինձ շնորհակալություն եք հայտնելու։ Aroma International Marketplace-ը իմ ամենասիրած հայկական սուպերմարկետն է Լոս Անջելեսում։ Aroma-ում դուք կգտնեք միջազգային եւ հայկական արտադրության լավագույն ապրանքները, սննդային տեսակները, որոնք դժվար է գտնել մի ընդհանուր հարկի տակ։ Այստեղ Aroma International Marketplace-ում կգտնեք լավագույն համերը, որոնք ձեզ կհիշեցնեն նաև ձեր հայրենիքը։ Այստեղ կգտնեք նաև ամենաթարմ բանջարեղենն ու մրգերը։ Aroma-ում գործում է նաև առանձին մսի բաժին, որտեղ ձեր նախընտրած հենց միսը տեղում ամենաթարմ վիճակում կմատուցվի ձեզ։ Aroma International Marketplace-ում նաև կան ապրանքներ, որոնք արտադրվում են հատուկ Aroma-ի համար։ Aroma լոգոտիպով կգտնեք հենց այստեղ։ Առավել մանրամասն Aroma-ի մասին կծանոթանանք հենց հիմա։ Aroma-ում բանջարեղենի եւ մրգերի տեսականին թարմեցվում է ամեն օր, անկախ իհարկե եղանակից եւ մնացած այլ հանգամանքներից։ Այստեղ կգտնեք ամենաթարմը եւ լավագույնը, ինչ կա շուկայում, մեկ հարկի տակ։ Aroma International Marketplace-ում ես օրինակ ամեն անգամ գտնում եմ իմ ամենասիրելի մեղրը, որը հենց այստեղ կարելի է գտնել միայն անարատ մեղր։ Առհասարակ Aroma-ում կարելի է գտնել նաև պահածոների մեծ տեսականի, որոնք վստահ եմ ձեզ կհիշեցնեն նաև ինչու ոչ ձեր տատիկի փակած պահածոները։ Ինչպես արդեն ասացի, Aroma-ում գործում է մսի առանձին բաժինը, որը ձեզ հնարավորություն կտա շատ թարմ ստանալ լավագույն մսի տեսականին։ Պետք է նշել, որ մենք հայերս մսից լավ ենք հասկանում, այնպես որ մեզ հայերից խաբել մսի առումով չեն կարող որևէ մեկը։ Այստեղ գալով վստահեք ինձ լավագույն մսի հնարավոր տեսականին է, որ առհասարակ առկա է Լոս Անջելեսում։ Այս բաժնում տեսնում եք Aroma-ի արդեն աղցանները եւ պատրաստի ուտեստները, այդ թվում նաեւ ապուրները, որոնք ձեզ հնարավորություն կտան, եթե չեք պատրաստում, վայելել տնական համեղ ուտելիք։ Իսկ հա քաղցրի սիրահարները Aroma Bakery-ում կգտնեն իրենց սիրելի թխվածքները, հացաբուրգ եղենը եւ առհասարակ հացը։ Aroma-ն ձեզ հետ է յուրաքանչյուր օր եւ յուրաքանչյուր շաբաթ։ Այստեղից կատարեք ձեր ընտանեկան գնումները եւ կհամոզվեք, որ լավագույնը մի հարկի տակ է։ Իմ պատվիրատուները հիմնականում եղել են կարդում են մահախոսական, կենսագրական եկեղեցում շատ չափի մեջ եւ դե հանդիսավարություն ասելով հոգեհացնել, հա, ինքը հանդիսություն է, հուղարկավորությունից հետո, երբ որ մարդու համար հաց է դրվում, ի հարգանք, ի հիշատակ։ Եվ որտեղ կա ծնունդ, այնտեղ կա մահ։ Եթե դու ծնունդը գնում ես մարդը կենթանի է եւ դու իր օրոք կենաց ես ասում, ծափ ես տալի, պարում ես, ուրախանում են, մարդուց հետո կա ասելիք, որ կան մարդիկ, իհարկե ոչ բոլորը։ Ես այս ծառայությունը աշխատում եմ նախ ասեմ շատ բարձր գումարով, որովհետեւ դա իրոք հուզակառատություն է, ինձ համար շատ դժվար աշխատանք է։ Տեսեք, շատ հանդիսավարներ ցինիզմի վերածեցին, որովհետև իրանք չեն կարող դա անել։ Դուք գիտեք, այս վերջի իմ աշխատանքը մարդիկ ինձ 200 կիլոմետր հասցրեցին այստեղ, որովհետև չէին գտնում մասնագետ, որ թե չէին ուզում անեին, այլ չէին կարողանում։ Եվ այդ մարդիկ ԱՄՆ-ից են, չեմ ուզում անուններ տալ, մեծ պատվով հայր են ունեցել, հանձնել հուղարկավորություն, հանձնել հողին, մայր հողին Հայաստանում, եւ ցանկանում են մեծարանք լիներ։ Այո, ինչ վերաբերվում է, ես վերջերս էլ, հա, 3 չառաջ օրը, որ եկա համ ուրախ ցերեկը հոգեհաց եմ հաղորդել, էլի ներկայացրել եմ մարդու կյանքը գործունեություն տատիկ էր։ Կենսագրություն կարդալ եւ մահախոսական կարդալ ընդունելի բան է եւ հասկանալի բան է։ Դա արվում է եկեղեցում կամ հարազատների մտերիմների շրջանակներում։ Այս վերջերս տեսակ, որ Վարդան Ռումյանը երգում էր հոգեհացեր։
չեմ տեսել եւ դա դեռ չի նշանակում, որ դա ընդունելի է կամ անընդունելի է, որտեղ դա էլ ԱՄՆ-ում էր։ Դա նկարահանել եւ տեղադրել համացանցում դուք չեք մտածում որ նման ալիք է առաջանում։ Չէ, անկեղծ, որովհետեւ դա այո, իմ սխալն էր, որովհետեւ ինչի ես դա արեցի։ Դա գիտեք 8-9 տարի արվում է։ Ես կարող եմ ասել եւի 9-8 աշխատանք այդպես ու եղել են անվանի մարդիկ, չեմ ցանկանում անուններ տալ, դրսից եկած էլի անվանի մարդիկ։ Բայց չի այդպես նկարվել։ Եվ այլն, սա ինչի ես արեցի։ Անմիտ պարզ աղջիկ հանգուցյալի որդին շատ նեղված Լիանա ջան լավ ասեց Ամերիկայից վերցնում են ուզում են զարգանան ասես պուճուր վերցնում են տեղում դոփվում են ինչ Հայաստանի վիճակ ասում է գիտեք չէ ինչքան ենք մանեկել ինչքան եւ այլն սենց ասում է տեր հորն ենք ասում տեր հայրը ասում է մեկ դա մեր իրավասություն չի եւ այլն մի խոսքով ինչ լավ որ ձեզ գտանք ես իմ ուղեղով ցանկացա իրազեկեմ նման մարդկանց, որ այդքան շատ փնտրտուքն եւ այլն, այսինքն աշխատանքը արվում է իմ ուղեղով։ Էլ ինչ իմանայի, որ այդպես։ Ամեն դեպքում ինքը նորությունը միշտ աղմուկ է հանում։ Սրա լավ կոմերն էլ կա։ Հիմա կասեք, իրազեկելն էլ տարբեր խնդիր է, որտեղ կարող եք իրազեկել, բայց օրինակ կային տեսանյութեր, երբ շռնդալից մուտք եք գործում այդ սքո սրահ, այդպես դուրը բացելով եւ գալով դեմատեր։ Բայց դա միջև արարողությունը սկսելն էր, Բայց միևնույնն է այդ համատեքստում եւ այդ մարդկանց։ Բայց ինչ են մարդիկ իմացել, որ դա այդ տեղի գործն է։ Որովհետեւ նույնիսկ գեստներով եք միջավայրը։ Ինչ անեք, այդ նույնիսկ գեստով ես գնում եմ նաեւ ասենք ասմունքերով։ Լիանա ջան, դա մարդու սուքն է եւ մարդու ողբերգությունն է կորցնել մտերիմ հարազատի։ Դա ողբերգություն չի, դա տեսեք դուք էլ եք ողբում։ Ուրեմն ասեմ հետեւյալը, դուք չեք իմանում հանգուցյալ այնտեղ ինչքան լավ է, քան դուք որ այստեղ տվայտվում եք։ Լիանա ջան, ես այդպես եմ ընկալում, մարդու կորուստ։ Նայեք Մեհեր ջան, ասեմ հետեւյալը, նույնիսկ նման մարդիկ, ովքեր որ ցանկանում են խոսք ասվի, մեծարան կասվի, իսկ սա ասվում է նաև ասմունքի տեսքով, խոսքի տեսքով, ճկուն մտքի, եւ նման արարողություններ լինում է պարտադիր տեր հայր։ Քանի որ տեր հայրը իրավունք չունի իր գործունեության մեջ աշխարհիկ խոսքով ներկայացնել եւ խոսալ եւ պատմություն ասել, հա, եւ այդպիսի բառեր ասել, այդպիսի խոսքը տրվում է ինձ։ Տեր հայրը խոսում է երկնային կյանքի մասին, հանգուցյալի մահից հետո բացատրում է ամենը, ես խոսում եմ աշխարհիկ կյանքից։ Եվ դա այդտեղ ոչ կենացը, ոչ հանդիսավարություն է, այդտեղ լուր, հնչում է շարականներ, հնչում է Լուսինե Զաքարյան, հնչում է Ave Maria, դա շատ նուրբ եւ զգացող աշխատանք է, էլի եմ ասում։ Եվ շատ լավ է, որ դա եղավ, որովհետեւ փոքր պատուհանով մարդիկ, այսքան ոչ այդքան շատ զգացող, հասկացող մարդիկ մեր նման տեսանյութերը գցում են ռեկը գիտեք գովազդն է իրանց վատ մեկնաբանություններով ես չեմ կարդում ոչ մի վատ մեկնաբանություն եւ ընկնում է նաեւ հասկացող մարդու էջ ով զգում է նման ամեն աշխատանքը եւ տալիս է մեզ գործ պետք է ընկնում այդ մարդուն դրա համար երկու կատեգորիայի մարդկանց ես շնորհակալ եմ միևնույնն է այն մարդը որ այսքան պատուհան ունի նա չունի նաև մեծ աշխարհ, աշխատանք եւ փող ունենում կայացած զգացող մարդը։ Միևնույն նա չի կարող մեզ հրավիրել իր աշխատանքը իրականացնելու։ Մեզ հրավիրում են կայացած զգացող, աշխարհով հարուստ, իր հանգուցյալի հիշատակը հարգող, ցանկացող, որ մոր մասին խոսք ասվի, հոր մասին խոսք ասվի նման մարդիկ։ Եվ ես շնորհակալ եմ եւ այսքան պատուհանով մարդկանց եւ այսքան պատուհանով երկուսն էլ ինձ գործատու DJ այդ միջոցառումներին դա DJ չի Մհեր դուք էլի ցինեզմի եք վերածում հնչյունային ռեժիսոր անվանեցիք նայեք դուք վերածում եք ցինեզմի ես հաղորդումը կթողեմ դուրս կգամ կամ կասեմ միջև վերջ դուք վերածում եք ցինեզմի ինչ-որ շատերը նույնիսկ շատ հանդիսավարներ ես հիմա գամ էլի այդ թեմային եւ արդից օգտվեմ ասեմ այդ հանդիսավարներին որոնք էլի վերածել են ցինեզմի գոնե դուք լռեք գոնե դուք որովհետեւ դուք գիտեք որ դա իրոք շատ լուրջ եւ խոհեմ աշխատանք է։ Շատ հանդիսավարներ մարդկանց աչքի ծնգան։ Ինձ գրում են իմ հետևորդները, որ հասկացող մարդիկ էլ եմ ասում, զգացող, որ իմ քույրիկը առիթն է վարել տվյալ մարդը եւ այլ, բայց աչքներս է ծնգա, ոնց կարելի է այսպես մտածել, հա, դա աշխատանք է, ու իրանք չեն պատկերացնում, որ իրանց բանը ռամկան ընկավ, բայց ես չհավասարվեցի, ոչ պատասխանեցի, ոչ իրանց գրեցի, ոչ մի բան, պետք չէր այդ ամենը, նույնիսկ հետո ես մտածելով եկա իրանց շնորհակալության խոսքի, որովհետեւ իրանք իրանց ցածրացրեցին
Այդ բաներով ինձ բարձրացրեցին էլի։ Հասկացողը էլի հասկանում է, դա DJ չի, նորից եմ ասում, դա հնչյունային ռեժիսոր է, ով ապահովում է այդ երաժշտությունները, որը շատ կամաց հնչում է երգեհոն, Ave Maria, նման կարգի կամաց երաժշտություն, ամեն առվում է խոհեմ եւ լուր։ Օրինակ ինչ եք կարծում, հիմա ասեմ, երևի շատերը այս իրավիճակում իրանց տեսած կլինեն, ժողովուրդ ձեզ եմ դիմում։ Ձեր հարազատը կյանքից հեռացել է, թող ժամանակի լինի։ Հիշեք պատմություններ, հոգեացի վաղտ, որ այնքան է եկե, անբախ, զամբախ, ամեկը մի տեղից խոսք ասել, խմել, հարբել, նույնիսկ վերջում մոռացել են ինչի համար են եկել։ Եվ վերջում նույնիսկ եղել է ճեց եւ կռիվ։ Հենց հիմա հիշեք, խնդրում եմ։ Հերթով, երևի այսպես գլխով եք անում, ովքեր որ հիշում են նման պատմություն։ Դա շատ է, բազում է։ Իսկ մեր պարագայում այնքան լուր, այնքան խոհեմ, այնքան զգացող։ Հենց ասում 3 առաջ օրը մեկի մայրը մահացել էր 85 տարեկան եւ ցանկացել էր այս անգամ ես խնդրեցի, եթե մի հատ հեռախոս տենամ նկարվող, ես միկրոֆոնը անջատելու եմ։ Չէ, Լիանա ջան, անհոգ եղեք։ Իսկ կարող ենք այս հարցին նայել տեսանկյունից։ Գիտեք ինչ խաղաղ գնաց, ռեստորանի այդ սրահի անձնակազմն էր ապշած, իրանք դες բան չէին տեսել։ Դա նոր է, նորություն է, իսկ ամեն մի նորություն ինձ համար հերաղում կա հանում, նորմալ է։ Այս տեսանկյունից նայել, որ դա եթե տեղի ունենում եւ հատկապես հանգուցյալի մտերիմների գիտակցմամբ եւ ցանկությամբ դա ընդունելի է, բայց դա նկարել գցելն է ստիպում հասարակությանը, դա վերածել ցինիզմի։ Գուցե սխալը դա է եւ այդպես։ Ես ընդունում եմ իմ սխալը։ Ես ասում չեմ ընդունում, այո, դա բայց ես այդ գցել եմ համացած զուտ իրազեկելու համար, էլի եմ ասում, որտեվ իրանք շատ դժվարությամբ են ինձ գտել։ Այդ տղայի խոսքը, ով ինձ սենց եկեղեցու բակում հենց ասած, ինչ դժվար գտանք ձեզ Լիանա ջան, լավա որ գտանք եւ այնպես լավ, մի հատ իրազեկեմ, էլի, ես ունեմ շատ հետևորդներ TikTok-յան հարթակում, հա, ու զգացի, որ ասենք ինքը մի օրում հավաքել է 80,000 դիտում, մեկը տեսա, չէ, արդեն ու ամիջապես հանեցի, ես զգացի, որ սա գնալու է սև նոտա գրառումներից նաև ամիջապես հանեցի, բայց արդեն ուշ էր։ Արդեն գցում ենք կայքերը։ Ձեզ շոու բիզնեսում ունենալ ավելի մեծ լսարան, ավելի մեծ հարթակներ եւ այլն։ Կան մարդիկ, ովքեր ձեզ խանգարել են տարիների ընթացքում կամ խանգարում են հիմա։ Շատ եղել են մարդիկ, անուններելի չեմ ցանկանում տալ, առեսօր կարելի կլինեն խանգարողներ, ինչի՞ չէ, բայց ես միշտ ինձ նմանեցնում եմ մուլտիկի այն աղջկան, երևի տեսած կլինեք, Ալիսան, հա, որ խորտմայրը ինչքան ուզում է վնասի գործ է դնում, այդ գործը վարդ է դառնում։ Միշտ առ այսօր ինչքան ցանկացել են ինձ խանգարել, վնասել, իրենց վատ մեկնաբանություններով, իրենց սև PR-ով, միևնույն է, ինձ համար դա լավ ու դրական բանով է դուրս եկել։ Ես այս ամեն ինչի մեծ եմ լավ նոտա տեսնում, որովհետև մարդիկ, այո, թեկուզ սև PR-ով հասկացողը հասկացավ, ճիշտ է, ինքը լինելու է սա, պարբերաբար կլինի այս գործնեությունը եւ այդ հանդիսավարներին եմ դիմում, այ որ դուք կարողանաք եւ ձեզ դիմեն, ոտ առաջ կվազեք, որտեւ ինքը ավելի պատվավոր, ավելի հանգիստ ժամուկետ եւ ավելի բարձր վարձատրվող աշխատանք է, քան այդ ձեր ծնգոցները, որ գնում ասում եք, տատիկ բաբեկե կենաց, երկու բաժակ է խմում եք, նստում եք, ուտում եք ձրիակերներ։ Այ դա իրոք հանդիսավարությունը ձեր այդ խարեբական աշխատանքն է, իսկ սա է լուրջ աշխատանք, որ պետք է կարողանաս թափանցել մարդու աշխարհը, կարողանաս ներկայացնել, կարողանաս այնպես անել, որ գիտեք, նույնիսկ երեք խոսքի ժամանակ, այլ հարցազրույց հետ ալի, աղջիկ ասես աղոթքի պես է, ինձ միտք տվեց, այո, աղոթքի պես է սա, եւ նույնիսկ այնքան է թոթափվում աշխարհը հարազատի, որ ճիշտ է, չէ, մենք ունենք բոլորս կորցրած հարազատներ։ Լինում է, որ ճիշտ չենք հասկանում իրար, վեճաբանություն եւ այլն, հետո մահից հետո ասում ենք, խի էսպես եղավ, խի էնպես, միշտ լինում է։ Այ իրենից հետո այդ խոսքերը, այդ վեհ մեծարանք, այդ գեղեցիկ պահերը հարազատի աշխարհը թոթափում է։ Ինքը շատ չի լի ծանրացնում, շատ չի վիշտը այդպես խորացնում։ Իրոք թոթափված իրանք դուրս են գալիս։ Venus Gifts-ում մեր այցելություններից մենք մշտապես տեղեկանում ենք վերջին հավաքածուների եւ դիզայներական նոր լուծումների վերաբերյալ։ Այս պայն ձեզ ներկայացնելու ենք ամենաազնվական եւ ամենաբարձրաճաշակ ապրանքանիշը։ Խոսքը Բեռնադոյի մասին է։ Այն բացառիկ է եւ ազնվական է համարվում իր որակի եւ պատմության համար։ Այն գուցե շատերի համար ավելին է, քան Hermes եւ այլ ապրանքանիշերի սպասքը։ Պիտի նշենք, որ իր որակյալ հատկանիշներով եւ ձեռքի մանրակրկիտ գործի արդյունքում սա համարվում է իսկական արվեստի գործ։
արվեստի գործերի ամենալայն տեսականին հենց այստեղ է Venus Gifts-ում։ Ինչու՞։ Որովհետև այս խանութ սրահը կարողանում է պայմանավորվել եւ իր հարկի տակ ներկայացնել այն բոլոր բացառիկ նորությունները, որոնք առաջարկում է դիզայներական այս տունը։ Այնպես որ այցելելով մեկ անգամ Venus Gifts, վստահ եմ դուք կգտնեք ձեզ համար նախընտրելի սպասքը եւ ձեր ճաշակին համապատասխան գեղեցիկ դիզայներական զարդերը։ Ձեզնից շատերը արդեն գիտեն Art in Beauty-ում տիրող մթնոլորտի, պրոցեդուրաների եւ պրոֆեսիոնալիզմի մասին։ Այս պահին իմ կողքին է բժիշկ Արտակ Մկրտչյանը։ Միասին մենք այսօր խոսելու ենք կարևոր թեմայի մասին։ Ողջույն բժիշկ, ինչպե՞ս եք։ Բարև ջան, շատ լավ, դուք ո՞նց եք։ Այսօր եւս կարևոր բանի մասին եք պատմելու, համեցեք։ Դուք երևի գիտեք Ամերիկայի խնդրեմը ամենամեծ դա գերությունն է, ավելորդ քաշ, դա ոչ միայն շատ հաճախ տգեղ է, բայց նաև առողջական իր խնդիրներ ունի, սկսած հոդացավերից, սրտանոթային համակարգից եւ այլն, հիմա դրա մասին չասեմ։ Վերջերս շատ պոպուլյար են դառել այն ենթամաշկային սրսկումները, որոնք որ օգնում են ձեզ բնականորեն քիչ ուտել, իրենք իջեցնում են ձեր ցանկությունը, այդ որ չեք կարողանում քիչ ուտել եւ բնականորեն դուք սկսում եք աշխատել նեգատիվ կալորիկ բալանսի վրա, այդ սրսկումները շաբաթական մեկ անգամ են, իրենք համարյա side effect-ներ չունեն։ Անունները որոնք են այդ սրսկումները։ Կարող եմ օրինակներ բերել, Ozempic-ն է, Wegovy-ն է, Tirzepatide-ն է։ Ես սիրում եմ Tirzepatide-ը, Zepbound-ը, որը Բժիշկ ես լսել եմ, որ շատ side effect-ների հիմնական մասը դա տրամադրության կտրուկ անկումն է, դեպրեսիվ տրամադրությունը, արդյոք դա միֆ է թե իրականություն։ Տեսեք, դրա համար ես սիրում եմ բժշկությունը, որտեղ ամեն անհատ ցանկանում է, որ պահանջում է անհատական մոտեցում։ Դրա համար գնացեք այնտեղ, որտեղ կա բժիշկ, որը կարող է շաբաթական ձեզ տեսնել եւ կախված ինչպես եք դուք տանում, դոզայի ճիշտ adjustment անել։ Դա կախված է նաև ներարկման դոզայից, հա։ Իհարկե, հաճախորդներ կա գալիս են, ասում են, գիտեք, ես ուզում եմ մի քիչ շուտ գցենք, եկեք սկսեք 10 միլիգրամից, իհարկե դա ճիշտ չի, որտեղ դուք պետք է օրգանիզմին կամած սովորացնեք այդ դեղին, որպեսզի side effect-ներ չլինեն։ Այսինքն, եթե ճիշտ մոտեցում ես անում, միակ բանը որ լինում է, մեկ-մեկ մի փոքրիկ սրտխառնոց են լինում եւ ավելի շուտ են զգում այդ որ կուշտ են, լցված են, բայց դեռ չենք ունեցել, որը որ ինչ որ side effect-ների պատճառով կանգնի։ Իհարկե պետք է ես ձեզ հետ զրուցեմ, եթե դուք ճիշտ պացիենտ եք դա սկսելու համար, որտեղ կան մի երկու բաներ, որ չի թույլատրվում անել։ Բժիշկ Արտակ Մկրտչյանը ի տարբերություն այլ էսթետիկ բժշկական կենտրոնների պրոֆեսիոնալ եւ իսկական բժիշկ է, ով աշխատում է ամերիկյան հեղինակավոր կլինիկայում, այսինքն ձեզ կարող եք այստեղ վստահ եւ ապահով զգալ։ Quantum of the Seas նավի ամենա վերջին, ես կասեի, պոչի հատվածում ենք, որտեղ այս հսկայական, այս գեղեցիկ ամֆիթատրոնն է։ Ուղղակի պատուհաններից երևում է օվկիանոսը եւ այստեղ նստած մարդիկ հիմա վայելում են այս տեսարանը, սակայն երեկոյան փակվում է այս պատուհանները եւ այն վերածվում է հսկայական գրաֆիկական շոուի։ Վերևից տեսնում եք առաստաղից օթային ակրոբատներ են աշխատում, երեկոյան հսկայական ու աննորմալ շոու է այստեղ տեղի ունենում, ինչպես նաև տեսնում եք պատերի տակ բարերից կարող եք վերցնել խմբիչք, իհարկե անվճար, գալ, նստել, վայելել, հետևը կաֆետերիաներ կան։ Մի խոսքով, սա նավի փոքրիկ մի հատվածն է, աննորմալ մեծ նավ է, ես առհասարակ Long Beach-ից ուղևորվող նման մեծության նավ դեռևս չէի տեսել, որովհետև հիմնականում մեծ նավերը ուղևորվում են նավարկության Մայամիից, Long Beach-ից այդքան մեծ նավեր դուրս չեն գալիս նավարկության, սակայն սա իրոք ռեկորդային մեծության նավ է։ Փետրվարի 13-ից 18-ը Վալենտայնի օր կարող եք միանալ մեզ, ես Մեր Բաղդասարյանը, Հայաստանից ժամանող արտիստներ, Լոս Անջելեսից արտիստներ, պարողներ, մի խոսքով հսկայական խումբ լինելու ենք այս նավում եւ նշելու ենք Վալենտայնի օրը 5 օր 5 գիշեր Լոս Անջելեսից, ավելի ճիշտ Long Beach-ից դեպի Cabo San Lucas։ Միացեք մեզ։ Լիանա, ովքեր են ձեզ խանգարում։ Ես գիտեմ, որ դուք փորձեր արել եք այնուամենայնիվ հեռուստատեսությունում որոշակի շոուներ վարել, սերիալներում ընդգրկվել եւ այլն։ Մեզ հիմա էլ ինձ հրավիրում են, բայց ժամանակ չունեմ։ Բայց նկատի ունեմ որպես աշխատանք եւ այլն։ Սերիալում էլ եմ խաղացել, հարմար կերպարել էլի կհրավիրեն։ Չկան խանգարողներ։
Գիտեք ինչ, խանգարողը միշտ է լինելու է, բայց եթե ռեժիսորը, սցենարիստը ինձ տենա իր սերիալում, ինքը չի նայելու խանգարողներին։ Եթե ես այն կերպարն եմ, ոնց որ դուք ասիք գունավոր է, հա, տարբեր կերպարներ կարող եմ։ Եթե ես իրան բերել եմ ֆինանս, իր սերիալը բերել եմ դիտում, հաստատ ինքը չի նայելու, թե ինչ-որ մի դերասան խանգարեց եւ այլն։ Այն ժամանակ հա բեմերս խանգարեցին շատ, հիշում եմ, պատրաստվում ենք Վանակատուն, ինձ գլխավոր դեր էր տրված Լիանա Անթարանյանը, դե հիշացրեցիք Կարեն Ջանաբեկյանի վերջի կինը։ Իրանք սիրում են Կարեն Ջանաբեկյանը եւ Լիանան սիրում են Գանի պոեզիան լսեին։ Եվ ինքը դա գիտեք սցենարներ է գրում Լիանան, հա, Վանակատուն էր, հղի էր գլխավոր դերասանուհին, Մայր Հայաստանը հենց եւ Լիանան ասաց Լիանա ջան չունեմ արտիստ կարող է խաղասից շատ ուրախացան ժամանակ իմ ասումքի կենտրոնը գրողների միության տանն էր հիմա որ Նարեկ Դուրյանը սարքել է բոհեմա այդպես Սիրով ընդունեցի Լիանայի առաջարկը, եկավ քանի անգամ ինձ մոտ կենտրոն ասմունքի, մենք պարապում ենք սցենարիստ, այնքան լավ է արդեն, ասում եմ Լիանա, ես ինչ լավ է ներսից ձայն, ես ինչ հզոր ես սիրուն, այնքան լավ է այդ աշխատել է, ես թատերական կրթություն չունեմ, բանասիրական եմ կրթությունը, բայց ասեց ինչքան լավ է հետ քո աշխատել, ասեք քո տաղանդը, շատ Լիանան հիացած էր, մեզասցենա ենք արդեն անցնում, եւ պետք է արդեն բեմը բացվեր, որ բեմական մեր գրողների դահլիճում, հա, արդեն անցնենք բեմի այդ փորձերին։ Մեկը Լիանանից զանգեց, բա Լիանա ջան, կներես, ասեց, ինչքան էլ ես ցանկանամ բան, դերասանները ասում են, որ չեն խաղա։ Ես էլ ժամանակ որի մեջ է, էլի PR էր, որ հաղորդումներ։ Կարծեմ Երջանտակայի շտակ Լալա Մնացականյանի, որ ասմունք պաթետիկ այդպես ծրագիր կար է։ Ես ասի դուք գիտեմ ինչ եք դուք իրանց հղի այդ թեվավոր խոսք դարավ Լիանա որ դերասանները չէին ուզում ձեր հետ խաղալ Դա երևի էդ էլի չեմ որտեվ Երջանկայի շտակ է հիմա ինքը թող Աստված հոգին լուսավորի օրինակ Լալա Մնացականյանը Անթարյանն հետ մոտիկ էր ինքը իր պրոդյուսերն էր Ես հասկացա որ երևի այդ պահերն է որ իմ խաղը չստացվեց Այդ էլի մանզսպություն, ասա ինչ ես դուրս գալիս Լալայի դիմաց, նա արդեն երկար տարիների փորձառու եւ այլն, դուրս ես գալիս հաղորդման ժամանակ, այս լավ է տրամադրված, բայց որ եկավ ինքը իմ ասմունքի աշակերտներին բան ասեց, որ ես իրավունք չունեմ ասմունք պարապեմ, իրավունք չունեմ, այս բաներ էլի, հա Ես մակամից լծվեցի։ Դեմ ա եղել, որ դուք խաղաք այդ ներկայացում։ Ես չեմ կարող հստակ ասել, ոչինչ չեմ կարող ասել, մեղայ ասու, բայց ասում են ժամանակ ինքը Անթարյանի պրոդյուսերն էր։ Ու իմ խաղալը չեղավ։ Իսկ այդ ժամանակ այդ հաղորդումներ քննարկվում։ Այդ ապներ հասկանում եք, այդ եմ շատ փոշմանում, որ իմ բեմելը չեղարկվեց այդ ժամանակ, հա։ Գուցե ինք մտերիմ են եղել, բայց Լալա Մնացականյանը Ես չեմ կարող ոչինչ ասել, ես ենթադրություն եմ, բայց տենց գիտեի։ Չէ, որովհետեւ մեկի պրոդյուսինգը չի արել, խոսքը Էրիկ Անթարանյանի մասին էր, հա, հաղորդավար։ Չէ, Լիանա Անթարանյանը։ Հա, այդ։ Ինքը Կարեն Ջանաբեկյանի վերջի կինն էր։ Հասկացա, սցենարիստ, Սցենարիստ, հա, իրանք մտերիմ էին։ Ինքը ասում էր, որ իր պրոդյուսերը Լալա Մնացականյանն է, ես տենց գիտեի։ Լիանա, ո՞րն է ձեր կյանքի ամենացավոտ փուլը եղել ձեզ համար։ Ցավով խոսեցիք ծնողների բաժանման մասին, ցավով խոսեցիք ձեր մայրիկի կյանքից հեռանալու մասին։ Բաժանումները եւս որքան էլ հավանաբար ներկայացնում եք թեթև, բայց կնոջ մոտ հատկապես դրանք էմոցիոնալ դաշտ կառաջացնեն։ Ինչն է եղել, ինչ ցավոտ։ Ո՞րն է ամենամեծ հարվածը եղել կյանքի։ Հարված։ Եվ կասեք անկեղծ չեմ, բայց ճիշտ ես ֆորսում շատ հարվածներ չեմ ունեցել տենց։ Մորս կորուստն էր հարված։ Ասում եմ, հորս էլ եմ շատ սիրել այդ հյուրատունը, որ ունեմ, հորս կտակն է։ Միշտ ասեմ, հայրս ինձ տվեց տունը, մայրս օգնեց, որ սարքեցի հյուրատուն։ Երկուսն է ես եմ վերջում խնամել։ Ամեն դեպքում հորս հարված այդքան ծանր չտարա, ինչքան մորս։ Մորս կորուստը շատ ավելի ցավոտ էր ինձ։ Չեմ անում այդ հարվածը կորուստը հարազատի այն էլ մոր դա ես չի հասկանում ինչ բան ես թվում էր թե մայրս հա լինելու է ես կարծում եմ մաման միշտ պետքա լինի դա էր ցավոտ կորուստ չեմ ես այդ սերերը չեմ նայում գնում են գնան հիշում եք մայրիկի հետ վերջին խոսակցությունը ցավոտ կյանքում տղամարդու պահով երբեք չեմ սիրել տառապել երբեք ու չեմ սիրում այդ տառապանքին այդ արծուն գգը Բայց ինքն էլ հուզվեցիք հիմա։ Ես հուզվեցի մորս պահով, այո։ Հիշում եք վերջին զրույցը մայրիկի հետ։ Հա, հիվանդանոցում էր, ինքը արդեն վերջի խոսքը ավելի ինձ էս ֆունից հանեց։ Դե մայրս մանկավարժ ինքը տենց ինքն է ուներ էլի խոսք ասող այդպես։ Իրեն հատուկ խնամակալ ենք հրավիրել էստեղից։
Նարինեն եւ Նարինեն ինձ հանգեց Պալյանա ջան հասի Տեկին Ֆրիդան ոչ մեկին չի ենթարկվում, չի թողում սիստեմաներ, չի թողում ոչ մի բան։ Ես էլ չեմ անում ինչ գործերով է, ելիս այդ արագ հասա հիվանդանոց ու զգում եմ, որ մայրս հազիվ է խոսում, բողոքում է խնամակալից, որ ասում ենք իմ համար է եկել, լսում ենք բժիշկներին, չի թողում սիստեմա, ասի մամա ջան, ախր մենք ցանկանում ենք բոլորս, որ դու ապրես, այս սիստեմաները պետք է էլի, հա, ու ինքը հազիվ է շնչում, ես զգում եմ, որ մորս տանջում են, էլի, իրոք պետք չէր այդ սիստեմաները։ Հետո ասի մամա ջան, ասա, խնդրում եմ, ինչ անեմ քո համար, վերջի կերակուրը քյուֆթան էր, հիշում եք տոնես ամրագրված պատվեր ունե, պետք է գնա միջոցառում վարելու։ Այն որ միջոցառումից ուշանալով վազել եմ քյուֆթայի միս եմ ման գալիս, խանութից վերցրել եմ, տարել եմ աշխատողին, որ սարքի մի խոսքով ու այդ ասի մամա ջան ինչ անեմ ես քո համար էլ այսա կերակուրը կբերեն ինչ որ ցանկացել ես վերջի խոսքը այդ էր որ ասեց ուզում եմ լավանամ ու ձեր կողքը լինեմ ու ես դուրս թռա պալատից էլ չկարողացա ինձ զսպել հետո ես հասկացա որ դե մայրս ննջեց հավեր քնով եւ ես հասկացա իր խոսքերի զորությունը որ ինքը լավացավ ու էլի մեզ հետ է, որտեղ մարդը չի մահանում, մարդու մարմինն է գնում հողին հանձնվում, մարդու հոգին հավերժ է, եւ հիմա ինք ավելի առողջ է եւ հոգին միշտ մեզ հետ է, միշտ ինձ հետ է։ Երբ ինձ ասում են, թե հավատում եմ գոյության Աստծո, ես երբեք ոչինչ չեմ պատասխանում, այլուր նայում եմ պատից ինձ նայող մորս նկարին։ Երբ ամեն անգամ փորձում եմ ինձ համար պարզել չարն ու բարին, դարձյալ նայում եմ պատից ինձ նայող մորս նկարին։ Անհագ նայում եմ մորս նկարին, պարզելու համար նա կա թե չկա։ Ինձ համար նա կա, երբ մորս հետ է սկսվում օրս։ Կա, երբ նրանով իմաստնացած է ավարտվում օրս։ Կա, երբ այգուս մեջ ծառից թվերը նմանեցնում են մորս գոգնոցին։ Կաղնու պարկուճը մորս մատնոցին։ Մեր հին տան պատի կիսագնդերի քարտեզը կլոր մորս ակնոցին։ Երբ ամեն անգամ ինձ հարցնում են, թե հավատում եմ գոյության Աստծո, ես երբեք ոչինչ չեմ պատասխանում, այլուր նայում եմ պատից ինձ նայող մորս նկարին։ Ակամայից ստացվեց, նվիրենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս պահին ֆիզիկապես իրենց կողքին մայր չունեն, բայց հավատացեք, որ մայրերը միշտ մեզ հետ են վերում երկնքում եւ մեզ ուժ են տալիս։ Շնորհակալություն Լիաննա, որ այսօր բացեցիք ձեր սիրտը մեր առաջ, իսկապես հետաքրքիր է տեսնել ձեր բոլոր երանգները։ Լինեն դրանք այսպես վարգույներ, էմոցիաներ, թե մեղմ ու մարդկային զգացողություններ։ Շնորհակալություն, որ այնուամենայնիվ բացեցիք վերջում ձեր սիրտը։ Դուք ուզում եք ես հուզվեի պարտադիր։ Չէ, ես ուզում եի որ մի մեղ կտակ հուզմունքի։ Ես ուզում եի որպեսզի դուք ձեր սուրը մի կողմ դնեիք եւ փորձեիք ուղղակի լինել անկեղծ մեզ հետ։ Շնորհակալություն։ Տակ հուզմունքի, ես որքան կարողացա ձեզ հետ անկեղծ, ոչ թե որքան կարողացա լիարժեք անկեղծ էի։ Այո, եւ որքան կարողացա ներկայացնել իմ գործունեությունը, չգիտեմ, կարծում եմ, որ հեռուստադիտողը, չէ, սա YouTube-յան ալիք է, հա, on-line հարթակի դիտողները կարծում եմ կընկալեն։ Շնորհակալություն ձեզ, որ թույլ տվեցիք ինձ նաև անկեղծ արտահայտվել, ճիշտ եք ասում, թիրախավորվում եմ, ամեն ձև են մարդիկ ընկալում, բայց տետատետը հնարավորություն տվեց անկեղծ արտահայտվելու, խոսելու, ես ազնիվ եմ ասում, ամենայն անկեղծությամբ ես ձեզ խոսեցի, ամենայն անկեղծությամբ։ Եվ ես միշտ սիրով շարունակելու եմ ծառայել իմ առաքելությանը։ Նորից եմ ուզում շնորհակալություն հայտնել բոլոր իմ հետևորդներին, ովքեր ինձ ուժ են տալիս, իրոք այն մարդիկ, ովքեր խրախուսում են, բայց գիտեք վատը որն է, որ ես լավ գրառումներին չենք պատասխանում, թեթև ենք նայում։ Ճիշտ է, ես իրանց շատ սիրում եմ, բայց այդպես շատ չեմ այդպես տվայտվում լավով, բայց հենց վատ բանը գնում է, այդ վատն ենք շատ կենտրոնանում, չէ՞, ինչի է այդպես։ Դրա համար ես բոլորին շնորհակալ եմ եւ վատ եւ լավ, որովհետեւ լավը ելի եմ ասում, մեզ տալիս է թեև, խրախուսանք, աշխատելու այսպես ուժ, որ մենք գնանք առաջ, վատն էլ մեզ տալիս է գովաստ, ռեքա գցում մեր տեսանյութերը, քննարկման թեմա է դարձնում եւ լավը հասկանում է լավ ձևով, վատն էլ էլի իր վատի մեջ է մնում։ Ամեն դեպքում երկուսին ես շատ շնորհակալ եմ, ապրեք դուք, էլի դուք լավն եք մարդիկ, բայց էլի դուք լավն եք մարդիկ։ Ասում եմ որորդ անգամ, առանց ձեզ ոչ միայն ապրել, ես մեռնել չեմ կարող անգամ։ Սիրում եմ
Շնորհակալություն, այսպեսին էր Լիանա Զուրաբյանը, այսպեսին էր այսօրվա տետատետը, շնորհակալություն, որ հետևում եք մեզ, մեկնաբանություններում խնդրում եմ լինել կառուցողական, քննադատության պարագայում եւ լինել բաց եւ դրական էմոցիաներով, վիրավորանքները, սադրանքները եւ թիրախավորումները բոլորը վերացվելու են այս տեսանյութի ներքևում մեկնաբանությունների բաժնում, այնպես որ եղեք ավելի դրական, լավ եղեք, առայժմ։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք Omorphia Luxury Salon եւ Spa-ում, որտեղ լավագույն մասնագետները beauty industry, գեղեցկության ինդուստրիայի գործում են այստեղ։ Կանանց վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման, ինչպես նաեւ սպա պրոցեդուրաների աշխատում են մեկ հարկի տակ ձեզ դարձնելու համար առավել գեղեցիկ ու գայթակղիչ։ Այնպես որ զանգահարելով այս հեռախոսահամարով, վստահ եմ, մեկ անգամ այցելելով եւ ժամադրություն վերցնելով, դուք կդառնաք Omorphia Luxury Salon Spa-ի մշտական այցելուն։ Վստահ եղեք, որ ամենալավ մասնագետներն այստեղ են եւ ամենալավ սպասարկումը մեկ հարկի տակ է Omorphia-ում, որը գտնվում է հենց Glendale-ի կենտրոնում։ Այստեղ սպասում են ձեզ։ I found that nothing in life is worthwhile unless you take risks. MX Motors. Good vibes all the way. The story you're about to hear is true.